Շատ կարճ եմ փորձելու խոսել, բայց ինձ թվում է մի քանի գաղափար կա, որը մենք ամեն օր ասում ենք կամ գիտակցում ենք, որ խնդիրն է, բայց գործողությունների մեջ չենք տեսնում։ Եվ ես ուրախ կլինեմ ձեր վերջի խոսքում այնուամենայնիվ լսեմ ձեր քայլերի մասին։ Սկսեմ արձագանքի գաղափարից, առաջնորդության խնդրից։ Նայեք, մենք այստեղ տարբեր հանձնաժողովների անդամներ ենք քննարկել, եղել են ամեն անգամ, երբ որ գալիս են, շատ ժամանակ ասում են օրենսդրության խնդիր է, օրենքները ունեն խնդրեմ։ Ամեն անգամ չեմ ալարի, իջել եմ այստեղ, ասել եմ, գիտեք ինչ, ցանկացած անդամ հանձնաժողովի նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որևէ պատգամավորին, աշխատելու եւ այդ օրենսդրական առաջարկը տանելու առաջ։ Մի 3 տարի ամեն անգամ ասում եմ, ամեն անգամ դեռ չեմ լսել, որ որևէ մեկին դիմեմ, որևէ փոփոխության մասին խոսեմ։ Դուք նշեցիք մի քանի օրենսդրական խնդիրների մասին։ Առաջարկը սա է, որ եթե կարողանալու եք եւ արդեն ձեզ իսկապես լավ ասացիք, 12%-անոց ֆրակցիա եք պատկերացնում, ապա իսկապես այդ առաջնորդությունը ցուցաբերեք, վստահ եմ, որ այստեղ շատ ընկերներ ունեք, համախմբեք եւ այդ ձևով փորձեք նպաստեք օրենսդրական նախաձեռնությունների առաջ տանելու։ Ձեր հանձնաժողովը սպասելու շատ երկար եք սպասելու չի լինելու, այնպես որ մենակով արեք, միգուցե շատ բան կփոխվի։ Երկրորդ խնդիրը ինձ թվում է, որը մենք այսօրվա խնդրեմ ունենք, իսկապես մոնիտորինգն է։ Նայեք, օրենքում ասում է, որ դուք ունեք այս տեսակի գործառույթներ, անում ենք, բայց շատ ժամանակ, երբ որ գալիս է խնդիրը մոնիտորինգ անել, հետևել այդ գործառույթները կյանքի կոչելու, այդպես էլ կյանքի չի կոչում։ Կլինի դա գովազդի բարձրացման խնդիրներն է, չգիտեմ, կլինի ինչ-որ նույն լեզվի պահպանման խնդիրն է, կոնտենտի իմաստով խոսքերի օգտագործման, ստում է դրա վրա արժե ուշադրություն դարձնել եւ եթե կարողանաք այդ նոր ոճներ բերեք անելու։ Եվ երրորդ խնդիրը, որը կցանկանայի, որ իսկապես բարձրաձայնեիք եւ անեիք, բերեիք այն նոր ընկալումը, որ հայկական տարածք է եւ հասկանում եմ, որ շատ ժամանակ խնդիրները կարող է ֆինանսական հարցերի հետ բախվածանան, բայց ինչպես ռադիոն, այնպես է հեռուստատեսությունը պետք է հասանելի լինի Հայաստանի Հանրապետության կամ հայկական պետականության ցանկացած գյուղում, սարի վրա, ձորում, ինչ-որ այնպես լինի օրենք։ Թե ինչ պետք է լինի, միգուցե արժե առաջնորդությունը վերցնենք, հենց դուք նախաձեռնեք, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անենք։ Ասացիք, երբ որ Հայաստանում մուլտիպլեքսի նոր կլինի, իսկ այդ երբը ոնց են անում։ Այդ հարցը բարձրաձայնում են, այդ հարցի համար խոսում են, այդ հարցի համար բզբզում են, այդ հարցի համար ինչ-որ բաներ են անում։ Այ որ երբ սպասենք երբերին, այդ երբերը կարող է չգան։ Եկեք իրար ձեր բռնենք, դա անենք։ Եթե հասկանում եք, որ ռադիոն ամենտեղ պետք է հասնի, ուրեմն եկեք դա ավելի շուտ անենք։ Այդ իմաստով նաև հույսով եմ, որ կարող եք ինչ-որ նախաձեռնություն անել եւ հույսով եմ, որ կտեսնենք այդ նախաձեռնությունները նոր շունչ բերելով այնտեղ։ Ի վերջո 3 մեզ ասացին, որ մեզ համակարգային փոփոխություններ են պետք։ Փորձեք դառնալ այդ համակարգային փոփոխություններից մեկը, առաջին հարցը։ Շնորհակալություն։